Մերձավոր Արևելքում գիշերը կրկին ուղեկցվել է ռումբերի պայթյուններով։ Իրանական հարվածներն ուղղված են եղել Իսրայելին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Բահրեյնին եւ Քուվեյթին։ Վերջինիս պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ վիրավորվել է Քուվեյթցի 67 զինվորական։ Ամերիկա-իսրայելական հրթիռներն էլ գիշերն աշխատել են Թեհրանի ուղղությամբ, հնչել են մի շարք պայթյուններ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նաև հրապարակել է իրանական անօդաչու թռչող սարքեր տեղափոխող ավիակիր նավի ոչնչացման կադրերը։ ԱՄՆ պետքարտուղարությունը նաև հայտարարել է, որ դադարեցնում է Քուվեյթում երկրի դեսպանատան գործունեությունը։ Ինչպես փոխանցում է CBS News-ը, դեսպանատունը տարհանվում է, իսկ դիվանագետներին հրամայել են ոչնչացնել գաղտնի փաստաթղթերը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ավելի հակված է շարունակել ռազմական գործողություններն Իրանում, քան բանակցել երկրի ղեկավարության հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նաև հերթական անգամ ընդգծել է, որ իրենք ցանկանում են ամբողջությամբ հեռացնել Իրանի ղեկավարությանը։ Մենք ուզում ենք գալ եւ մաքրել ամեն ինչ։ Ուզում ենք, որ նրանք ունենան լավ առաջնորդ։ Ունենք մի քանի մարդ, ովքեր կարծում եմ լավ աշխատանք կկատարեն, նշել է Թրամփը։ Նա նաև երաշխավորել է, որ ապագայում ով էլ ղեկավարի Իրանը չի սպառնա ոչ Ամերիկային, ոչ Իսրայելին, ոչ էլ որևէ այլ երկրի։ Նրա գնահատականներով Իրանից մոտ 10 տարի կպահանջվի ամերիկա-իսրայելական հարվածներից վերականգնվելու համար։ Թրամփը իր խոսքում նաև ակնարկել է ԱՄՆ հաջորդ թիրախը։ Նա նշել է, որ Իրանից հետո Կուբան պարզապես ժամանակի հարց է։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը մերժել է Իրանի վրա հետագա հարվածներն արգելող օրինագիծը առանց կոնգրեսի հաստատման։ Սա նշանակում է, որ Դոնալդ Թրամփը Իրանի ուղղությամբ հարվածները շարունակելու համար այլևս չունի կոնգրեսի թույլտվության կարիքը։ Ըստ Bloomberg-ի վերլուծության, ռազմական գործողությունները կշարունակվեն առանց բյուջետային հստակ սահմանափակումների։ Կոնգրեսի վերահսկողության բացակայությունը կմեծացնի լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշվելու վտանգը։ Հակամարտության սրումը սպառնում է նաև նավթի համաշխարհային գների կտրուկ աճով եւ շուկաների անկայունությամբ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված վերջին իրավիճակի շուրջ։ Նախարարները մտահոգություն են հայտնել եւ կարեւորել լարվածության հետագա սրումը բացառելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովման առաջնահերթությունը։ Կողմերը նաեւ գոհունակություն են հայտնել հաստատուն խաղաղության հասնելու կարեւորության վերաբերյալ։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ տնային կալանքում։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը մերժել է փաստաբանների բողոքը տնային կալանքի որոշման դեմ։ Արամ Վարդևանյանը հայտնել է. «Մեջբերում որոշումը ստանալուն պես կներկայացնենք իրավունքի նկատմամբ հերթական խայտարակության մանրամասները»։ Մայրաթորը պաշտպանող խոսքի համար Սամվել Կարապետյանի 260 օրից ավելի ազատության ինտենսիվ սահմանափակումները փաստաբանները համարում են ոչ օրինական, ոչ համաչափ ու ոչ էլ ողջամիտ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի ընտրությանը միջամտելու իր մտադրության մասին։ ԱՄՆ նախագահն անընդունելի է համարում Խամենեիի որդու թեկնածությունը։ Թրամփը զուգահեռներ է անցկացնում Վենեսուելայի հետ, որտեղ Վաշինգտոնը ուժի սպառնալիքով ստիպեց իշխանություններին համագործակցել եւ ապահովել նավթային շահերը։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի Վաշինգտոնի համար բարենպաստ առաջնորդի բացակայությունը 5 տարվա ընթացքում տարածաշրջանը կրկին կներքաշի լայնածավալ պատերազմի մեջ։ Սակայն փորձագետները կասկածանքով են վերաբերվում այս հավակնություններին, քանի որ Իրանում առաջնորդին ընտրում են բացառապես հակաամերիկյան տրամադրվածությամբ շիա հոգևորականները։ Այսպիսով Թրամփը ձգտում է ոչ թե տապալել Թեհրանի իշխանությունը, այլ գտնել ենթարկվող դեմք ամերիկյան ռեսուրսային շահերն ապահովելու համար։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր միկրոբլոգում հերթական հեռակաուղերձն է հղել Դոնալդ Թրամփին։ Իրանցի պաշտոնյան գրում է, որ ռազմական արագ հաղթանակի ապլանը վերջնականապես ձախողվել է։ Ըստ նրա Վաշինգտոնի հնարավոր պլան B նույնպես կտապալվի։ Արաղչին եզակի գործարքի հնարավորության կորուստը բացատրում է Միացյալ Նահանգներում Իսրայելի շահերով առաջնորդվող խմբերի ազդեցությամբ։ Նրա համոզմամբ Իսրայելն առաջինը սկզբունքը միշտ հանգեցնում է հենց ամերիկյան շահերի անտեսմանը։ Ավելի վաղ այսօր Արաղչին նշել էր, որ Իրանը ստանում է քաղաքական եւ գործնական լուրջ աջակցություն Ռուսաստանից եւ Չինաստանից։
Իրանի արտգործնախարարի տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչին MS Now հեռուստաալիքին տված հարցազրույցում հերքել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հայտարարությունները։ Ուիթքոֆը հայտարարել էր, թե Իրանը մեջբերում ընդամենը 1 շաբաթ հեռու է միջուկային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ նյութերի արտադրությունից։ Մեջբերման ավարտ։ Այսպիսով Ուիթքոֆը ակնարկել էր, թե Իրանը շատ շուտով ձեռք կբերի միջուկային ռումբ։ Ռավանչին շեշտել է, որ Իրանը ուրան չէր հարստացնում հարվածների պահին եւ ռազմական գործողություններ սկսվելուց ի վեր ամերիկացիներին ոչինչ չի փոխանցել։ Նա նաև հավելել է. «Մեջբերում մենք ծայրահեղ զգուշություն ենք ցուցաբերում տարածաշրջանում ամերիկյան բազաներին հարվածելիս, քաղաքացիական անձանց վնաս չպատճառելու համար»։ Մեջբերման ավարտը։ Ավելի վաղ Ռուսաստանում Իսրայելի դեսպանը անդրադառնալով այս ամենին հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է կարևոր դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում, եթե իհարկե հրաժարվի միայն Իրանին միակողմանիորեն աջակցելուց։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին ընդգծել էր, որ Մոսկվան դեռևս Թեհրանից անհրաժեշտ օգնության խնդրանք չի ստացել։